Եվ այսպես Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև Ռոբերտ Քոչարյանի աշխարհաքաղաքական վերլուծությունը հարգելի հեռուստադիտողներ, հերթական անգամ արձանագրենք։ Աշխարհում գոյություն ունեն երևույթներ, որոնք անհնար է մերժել, դմփուն այստեղ չի փրկում։ Այդ երևույթներից մեկը, որը անհնար է մերժել, դա աշխարհագրությունն է եւ աշխարհագրական, աշխարհաքաղաքական, եթե կուզեք, քարտեզն է։ Հարգելի հեռուստադիտողներ, ու շատ կարեւոր է, որ այն քաղաքական էլիտան, որը ղեկավարում է այս կամ այն երկիրը, նրա մենտալ քարտեզ, այսինքն այն թե որտեղ են իրենք պատկերացնում իրենց համապատասխանի գետնի վրա գոյություն ունեցող քարտեզին։ Տեսեք, շատ վտանգավոր է, երբ որ դու որպես հարևան ունես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, բայց դու վարում ես քաղաքականություն, կարծես քո հարևաններն են Սլովենիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, սա չափազանց վտանգավոր է առաջին հերթին այդ պետության համար։ Թվում է, թե մենք իրողություններ ենք արձանագրում, որոնք արձանագրելու կարիք չկա, բայց Հայաստանի Հանրապետությունում վերջին 7 տարիների ընթացքում տեղի ունեցել այն քանակի անհավանական երևույթներ, որ այս տրիվիալ ճշմարտությունները պարբերաբար անհրաժեշտ է կրկնել եւ հասարակության հիշողությունը թարմացնելու համար եւ քաղաքական վերնախավին ի վերջո այսպես կարգի բերելու այն առումով, որ իրենք գոնե իրենց խոսույթում պետք է կարողանան ճիշտ գնահատականներ տան։ Փաստացի այսօր այդ ծանր գործը իր վրա վերցրել էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հարցազրույց տվեց հայաստանյան 4 լրատվամիջոցներին, որի շրջանակում անդրադարձավ մի շարք կարևոր հարցերին, որոնք վերաբերվում են թե Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, թե ավելի խոշոր աշխարհաքաղաքական առումով գնահատական տվեց թե տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում եւ թե նրա թե Հայաստանը ինչ տեղ եւ դեր կարող է ունենալ այս նոր աշխարհակարգում, նոր տարածաշրջանում։ Եկեք փորձենք մի քանի թեզեր առանձնացնենք Քոչարյանի հարցազրույցից։ Նախ առաջինը, կարծում եմ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո շատերի համար պետք է ակնհայտ դառնար, որ այդ օսմանյան երազանքը, որով տառապում է Ռեջեփ Տայիփ Էրդողանը, ինքը ոչ միայն վերակենդանանում է Թուրքիայում, այլ ինքը նաև միս ու արյուն է ստանում։ Եվ այս իրավիճակում մենք իսկապես թուրքերի անկալմամբ օտարածին մարմին ենք, ավելին իրենք երկար տարիներ, նույնիսկ սովետական Հայաստանը անկալել են որպես սեփ, որը խրվել է թուրքական աշխարհում, եւ դու պետք է կարողանաս ճիշտ գնահատես քո հնարավորությունները, արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունակ է միայնակ այս պայմաններում, այն էլ պատերազմում կրած պարտությունից հետո առանց Արցախի Հանրապետության կարողանալու է նա արդյոք դիմակայել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Երկրորդը, մենք պետք է հասկանանք հետևյալը, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեզ անհրաժեշտ է վերականգնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունը դա լավ է, դա վատ է։ Հիմա թողնենք այս քննարկումը մի կողմ։ Դու պետք է կարողանաս ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները վերականգնես, ասենք երկար ժամանակ գործում էր հետևյալ համակարգը։ Հայաստանը Արցախի հետ միասին կարողանում էր զսպել Ադրբեջանին, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների շնորհիվ կարողանում էր զսպել Թուրքիային։ Հիմա հայտնի հանգամանքներից ելնելով նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին, մենք մի իրավիճակում ենք, երբ որ մենք խնդիր ունենք զսպել միայնակ փաստացի եւ Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց քանի որ մենք դա չենք կարողանալ, մենք պետք է Ռուսաստանի հետ վերականգնենք դաշնակցային հարաբերությունները եւ որ ամենակարևորը նաեւ նշվեց, որ այդ հարաբերությունները պետք է սահմանափակված չլինեն երկկողմ օրակարգով։ Այդ հարաբերություններին անհրաժեշտ է ցանկության դեպքում, մեր իրանցի գործընկերների ցանկության եւ հնարավորության դեպքում միացնել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հարկել է հեռուստատողներ, ձեր մոտ հարց չի առաջացել, ինչու մենք այսքան ժամանակ հայ-ռուս-իրանական զորավարժություններ չենք իրականացնել Հայաստանի մարզերից մեկում։ Ինչևէ, կարևոր է, որ այս ամենին արձանագրվեց։ Եվս մի կարևոր հանգամանք կար։ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները 2018 թվականից սկսած մեկ բառ են գրեթե անդադ կրկնում՝ ինքնիշխանություն, ինքնիշխանություն, ինքնիշխանություն։ Մենք այսօր մեր եթերում խոսում ենք օրինակ Նոր-Նորքի թաղապետի մասին, ով Արտուր Չախոյանին ծեծել էր եւ հետո մենք իմացանք, որ հանուն ինքնիշխանության իրենք նաեւ ասում են, որ այդ ծեծի ետևում կանգնած է Ռուսաստանի Դաշնությունը, երևի Ռուսաստանի Գենշտաբը, Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Տեսեք, նաև արձանագրենք, հայ անցյալ շաբաթ սրա մասին խոսում ենք, եթե դու ասում ես, որ ռուսական կողմն էր կանգնած այդ ծեծի ետևում եւ դու հրաժարական ես տալիս, այսինքն ինչ դու ընդունում ես, որ դու Ռուսաստանից պարտվել ես, ինչևէ, անդրադառնանք հարցազրույցին Ռոբերտ Քոչարյանի,
Նա խոսեց նաև միութենական պետության մասին, արձանագրելով հետևյալը, որ իր նախագահության շրջանում ոչ Ռուսաստանից, ոչ Բելարուսից Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ եւ իր հետ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ոչ ոք չի խոսել միութենական պետությանը միանալու մասին։ Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւս լինելու է Հայաստանում, կարծում եմ լրագրողների համար, քաղաքագետների, փորձագետների համար լավ հնարավորություն է Լավրովից հետաքրքրվել եւ ճշտել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո եղել է գետ 1 ռուս կամ բելարուս պաշտոնյա, ովքեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին ասել են, ակնարկել են կամ փորձել են ինչ-որ կերպ շահագրգռել, որ Հայաստանը միանա միութենական պետությանը, թե սա պարզապես հերթական քարոզչական փուչիկն է։ Եվ ամենակարևորը, տեսեք, եթե դու խոսում ես ինքնիշխանության մասին, դու չես կարող ուզենալ Եվրոմիության անդամ դառնալ, որովհետև Եվրոմիությունը ամենակարևոր բաներից մեկը, որը սահմանափակում, դա հենց ինքնիշխանությունն է։ Տեսեք, Ուկրաինայի պատերազմի օրինակով բերենք։ Մենք տեսնում ենք, որ նույն Հունգարիան ինքը ունի մակարդակով տարբերվող, որակող տարբերվող հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց նույնիսկ Հունգարիան է անդադար գրեթե միանում հակառուսական պատժամիջոցներին, ինչու, որովհետև գոյություն ունի բրյուսելյան կոնսենսուս եւ բոլորը պետք է միամուր կերպով միաձայն աջակցեն այդ պատժամիջոցներին Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ այն մարդիկ, ովքեր քարոզ են անում Բելարուսի նախագահի դեմ, օգտագործելով իր դեմոնիզացված կերպարը, մարդիկ, ովքեր քարոզ են անում միութենական պետության դեմ, բայց խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է միանալ Եվրոմիությանը, իրենք հաստատորեն ասում են հետևյալը. այս կախվածությունը վատ է, եկեք այս կախվածությունը ունենանք, այսինքն Եվրոմիությունից կախվածություն ունենանք, այն էլ առանց երաշխիքների, որ Եվրոմիությունը քեզ ընդունելու է։ Ինչևէ, հարգելի հեռուստատիտողներ, միգուցե պարադոքսալ է հնչում, բայց հավանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գործընկերները արդեն մոռացել են, որ Հայաստանից կարող են կշռադատված գնահատականներ հնչել։ Հավանաբար իրենք մոռացել են, որ Հայաստանում կարող են լինել քաղաքական գործիչներ, ովքեր կարող են ոչ միայն Հայաստանի ապագայի վերաբերյալ, այլ նաև տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կշռադատված ծրագրային ելույթներ եւ գնահատականներ տալ, եւ շատ կարեւոր է, որ այս գնահատականները հնչեն փաստացի նախընտրական շրջանում։ Մենք նախընտրական տարի ենք մտել, շատերս ուզում են ընդունեն, չեն ուզում ընդունել, բայց իրողությունը այդպիսին է, եւ որ ամենակարևորն է, եզրափակելով նաեւ այսօրվա մեր զրույցը, հարգելի հեռուստատիտողներ, իսկապես աշխարհում այնքան էլ շատ չեն պետությունները, որոնք շահագրգռված են նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի։ Այդպես մի պետություն կար, Արցախի Հանրապետությունն էր կոչվում, բայց մենք հանձնեցինք այդ հանրապետությունը։ Հիմա Ռուսաստանը մենք չենք կարող հանձնել, Իրանն էլ փառքաստո չենք կարող հանձնել, բայց մեզ անպայման անհրաժեշտ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ Ռուսաստանի Դաշնության հետ հասկանալի իրենց համար լեզվով խոսել եւ արձանագրել, որ Հայաստանում կան այնպիսի քաղաքական սուբյեկտներ, որոնք կարող են լինել վստահելի գործընկերներ, որոնք կարող են ապահովել հայկական պետականության շարունակականությունը, ինչում հետաքրքրված են եւ Թեհրանը, եւ պաշտոնական Մոսկվան։ Մտածեք այդ մասին։